Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա անալիտիկ հաղորդման իմ հյուրն է Հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Եվ այսպես, պարոն Հարությունյան, դուք որպես կուսակցության կողմից լիազորված անձ Վաղարշապատ համայնքում տեղի ունեցող արտահերթ ընտրությունների քարոզարշավին, վստահաբար նաև ամենատեղեկացված եք այն բոլոր կատարվող անցուդարձերից, որոնց այս օրերին մենք ականատես ենք լինում։ Որպես օրինակ բերեմ 3 տնային կալանքի ենթարկվեց Վաղարշապատ խոշորացված համայնքի դպրոցի տնօրեններից մեկը ՔՊ-ական, որը բարեգործության անվան տակ բաժանում էր ընտրակաշառք։ Ձեր ուշադրությունը ուզում մի հանգամանքի վրա բևեռել, որ քարոզարշավից ընդամենը 1 օր առաջ, պաշտոնական մեկնարկից 1 օր առաջ նույն բարեգործություն անվան տակ գումար էր բաժանվում արդեն Արգիշտի Մեխակյանի ներկայությամբ։ Հիմա ինչպես հասկանալ, որ Արգիշտի Մեխակյանի դեպքում քարլռություն իշխանությունների կողմից, այս դեպքում միանգամից ինչ-որ քրեական գործի հարուցում, ձերբակալում եւ տնային կալանքի ենթարկում։ Արդյոք իշխանությունների կողմից չկա շոուի բաղկացուցիչ մաս այս գործընթացում, որ իբր տպավորություն ստեղծեն, թե մենք օբյեկտիվ ենք, մենք հետևում ենք օրենքի տարին եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն հարցի համար, հրավերի համար։ Ասեմ, որ իմ ունեցած տեղեկություններով ձերբակալված դպրոցի տնօրենը նշանակվել է այս իշխանությունների ժամանակ, այսինքն ԿՊ-ի տեղի կարկառուն կադրերից է ըստ խոսակցությունների, հետևաբար այստեղ ինչ որ զարմանալու մեծ բան չկա։ Ինչի տնօրենին ձերբակալում են, տեխնացուին չեն ձերբակալում, գործ ունենք հերթական անգամ երկակի ստանդարտների կիրառման հետ։ Ինչի մենք կարծում ենք, որ վարչական ռեսուրս ու որևէ բան չի կիրառվում։ Կիրառվում։ Վախի մթնոլորտ չկա։ Գիտեք ինչ, երբ որ բիզնեսի տերը, չգիտեմ, մի սովորական խանութ կրպակ ունեցողը վախում է, պետական համակարգում աշխատողը վախում են, առանձին կապվում են, ասում են մենք չենք կարող գալ ձեր գրասենյակ, քարոզարշավին մասնակցել, մեզ գործից կհանեն։ Ու ասածս գիտեք, այնքան ակնհայտ է ու ապացուցելի, թող մատնացության են, ասեն, այս համայնքապետարանի, մարզպետարանի կամ պետական X գերատեսչության աշխատակցին տեսնում են մեր կուսակցության կամ այլ ընդդիմադիր ուժերի քարոզարշավների ժամանակ։ Չկա, չէ՞ դա։ Մենք տեսնում ենք, որ ինչպես տասնամյակներ շարունակ մեր երկրում ով իշխանություն է, ուրեմն ամբողջ վարչական լծակները, ռեսուրսը իրանց է ծառայել, հիմա նույնպես այդ ավանդույթը ավելի մեծ բանի շարունակվում է, ու սա անում է մի իշխանություն, որը նախկին բոլոր իշխանություններին ինչ ասես ասել է, մեղադրել է հազար ու մի ապօրինության, մեղքի մեջ, տեղ-տեղ օբյեկտիվ, տեղ-տեղ ոչ օբյեկտիվ, բայց այդ ամեն ինչ իրանք են կիրառում։ Նիկոլ Փաշինյանի խոստացած այդ նախկիներին ինչի համար այդ բարքերը մերժել էր, այդ նույնը ավելի լկտի կերպով հիմա շարունակվում է։ Իդեպ անդրադառնալով Վաղարշապատին, խոսեցիք վարչական ռեսուրսի կիրառման մասին, պաշտոնական քարոզարշավի հենց մեկնարկը տրվեց վարչական ռեսուրսի կիրառմամբ, երբ Վաղարշապատ համայնքի աշխատակիցները փակցնում էին Արգիշտի Մեխակյանի նկարները շենքերի պատերին, ընդ որում համայնքի հաշվեկշռում գտնվող ծառայողական ավտոմեքենաներով, այն վերամբարձ կռունկ են ասում, ինչ են ասում այդ մեքենաները, այսինքն ակնհայտորեն ԿՊ-ն չի խորշում որևէ ընտրախախտումից։ Հիմա ինչ եք կարծում, դրա դեմը ինչպես պետք է առնվի, հաշվի առնելով, որ նախ քիչ ժամանակ է մնացել, երկրորդը Աստված մի արասի, եթե ԿՊ-ին հաջողվի վերարտադրվել Վաղարշապատ համայնքում, ապա այլևս նրանց անօրինականությունների դեմը առնելը գրեթե համենայն դեպս մինչև խորհրդարանական ընտրություն շատ դժվար է լինելու։ Տեսեք, նույնիսկ երբ որ մտնում ես Էջմիածին քաղաք, արդեն ամբողջ սյուների վրա տեսնում ենք Արգիշտի Մեխակյանի ԿՊ-ի պլակատները, բոլոր համայնքներում ամենուր
այն պարագայում, երբ որ մեր կուսակցության Խաչիկ Մանուկյանի պլակատները շատ տեղերում պոկում են, ուղղակի պոկում են, ու մենք մի հայտարարություն ենք տարածել, ֆիքսել ենք պահը, եղել ենք համայնքում, պատկերացնում եք, փակցրել ենք ուրեմն պլակատները, շրջել ենք փողոցներով, հետ ենք եկել, ուրեմն դա պոկել են։ Ուր է բա ոստիկանությունը, համապատասխան կառույցները, ով պետք է դա բացահայտի։ Հիմա ես փորձեմ գնամ ին վրա բերեմ օրինակը չնեղանան, հա։ Միտեղ իշխանության մի պլակատ պոկել։ Կալանավորվեք նույն պահին։ Կասկած չկա, չէ։ Բա ո՞նց է լինում, երբ որ այդ խնդիրը մեր հանդեպ համատարած կիրառվում է։ Ես հասկանում եմ, որ իրենք գիտեն, որ մեր կուսակցության տեխնացուի վարկանիշը բարձր է, մտավորական մարդ է, գրող, հրապարակախոս, ազնիվ, չեն կարող մեղադրել, գիտեք, ոչ Խաչիկ Մանուկյանին, ոչ մեր թիմին, ինչ որ պաշտոներում լինելու, թալանելու, չէ, ոնց որ հիմա այդ թեման ամենաակտուալ թեման է, երկիրը հանձնելու մեջ, որևէ բանում չեն կարող, չէ, մեղադրել։ Ինտելեկտուալ մարդիկ են։ Խաչիկ Մանուկյանը, ներողություն որ ընդհատեցի, ընդ որում Խաչիկ Մանուկյանը իր երկրին, իր հայրենիքին տվել է ամենաթանկը, որը ուներ։ Իր որդուն, այո։ Ու հետևաբար բոլոր միջոցները կիրառում են կեղտոտ քարոզչական ուրեմն ինչ որ թեզեր են անում, ընդ որում դա անում են ոչ ավել ոչ պակաս տարածքային կառավարման նախարարի մակարդակով, կապում են տարբեր, հա, Դավիթ Խուդացյանի մասին է խոսքը, տարբեր ինչ որ այլ քաղաքական ուժերի հետ, Քոչյանի պրոյեկտ կամ ինչ են ասում, Քոչյանական ուժեր, դա գիտեք ինչ, ամենայն հարգանքով Ռոբերտ Քոչյանի, չգիտեմ, իրենց քաղաքական թիմի հանդեպ, բայց վերցնել մի քաղաքական ուժին առանց որևէ հիմնավորման կապել, ասել իրենցական են, դա կներեք, դա անարգանք է ու այդ պրիմիտիվ մանիպուլյացիաները, որ տարիներ շարունակ կիրառում են նախկին ներկա այս իշխանությունները, պետք է իրանք դրա մասին հենց իրենք մտածեն, թող գնան նայեն ՔՊ-ում այսօր տարբեր բարձր պաշտոններ զբաղեցնողները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի, որոշները Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ինչ պաշտոնների են եղել ու գան նայեն հայրենի կուսակցության վարշապետի կառույցի այդ թվում ներկայացուցիչներին։ Բա մենք ո՞նց է պաշտոններ չենք զբաղեցրել, հակառակը շատերս եղել ենք տարբեր ժամանակ դա իշխանությունների ընդդիմություն։ Ինչի մասին է խոսքը։ Իդեպ դա պաշտոնյա, կներեք, պաշտոնյայի կողմից ակնհայտ կեղծիք է, խոսքս Խուդատյանի մասին է տարածքային ենթակառուցվածքների նախարարի, ակնհայտ կեղծիք է, որովհետև երբ որ Խուդատյանը պարզ մանիպուլյացիա, ես տեսել եմ իր խոսքը, երբ որ նա հայրենիք կուսակցությանը մեղադրեց քոչարյանական ուժ լինելու մեջ, սակայն նա հաշվի չի առնում մի հանգամանք, իդեպ հղում էր արել Գյումրիի ընտրություններին, որ հայրենիք կուսակցությունը հայտարարել էր, որ մենք կանխելու ենք ՔՊ-ի վերարտադրությունը, թույլ չենք տալու ՔՊ-ի ընտրվելը Գյումրիի համայնքում ու ինչպես ասել էր, այդպես էլ եղավ, հայրենիք կուսակցությունը կանխեց ՔՊ-ի ընտրությունը Գյումրիում։ Նույնն էլ Վաղարշապատ համայնքում է հայրենիքը հայտարարել, որ մենք թույլ չենք տալու, որպեսզի ՔՊ-ն վերարտադրվի Գյումրիում։ Այսինքն Խուդատյանը իմ գնահատմամբ պարզ մանիպուլյացիա է անում, պարզ կեղծիք է անում, որովհետև երբ որ փոխում է խոսքի կոնտեքստը, ապա ակնհայտորեն դա քայլ է ընտրողների վրա ազդելու ուղղակիորեն, հոգեբանորեն։ Դրա մասին եմ խոսում, երբ փորձ է արվում, գիտեք, եթե մենք ուղիղ ասեմ, պարզ փաստ է, չէ, որ երբևէ չի եղել հայրենիք կուսակցություն իշխանություն, չի եղել իշխանություն։ Եթե մենք նախկինում լինենք իշխանության, դրա համար կգրենք պատասխանատվություն։ Հիմա իրենք իշխանության են, իրանք այս իշխանության համար պատասխանատվություն չեն կրում։ Հանդես են գալիս, չգիտես, ընդդիմադիրի դիրքերից, ասում են թալանել են, չգիտեմ, էս են արել, են արել, տարբեր տեխնացուների մասին են խոսում, դե մեր մասին բնականա չեն կարող խոսել նման հայտարարություններ անել, որտեվ կրկնում եմ, պաշտոնների չենք եղել, չենք զբաղեցրել, ոչ էլ մեր տեխնացուները։ Բա որ թալանել են, չգիտեմ, ընտրակաշառք են բաժանել, ինչ մեղադրանքներ են, չէ, հիմա ներկայացնում օդի մեջ։ Բա գնայիք, բանա, ձերբակալեիք, ապացուցեիք։ Բա ինչ չեք արել։ Այսինքն սա քարոզչական
կեղծ թեզ է, որովհետև այս իշխանությունը շատ լավ հասկանում է, որ ժողովրդից գալի իմ համոզմամբ ճնշող մեծամասնության մոտ կա նոր քաղաքական ուժի պահանջ, այսինքն ոչ նախկին, ոչ ներկա, ու ամեն ինչ անում են ու շարունակելու են անել, որպեսզի այդ իդեմս մեզ այդ ուժը չձևավորվի ավելի մեծ մասշտաբի։ Այսինքն իրենք տեսնում են, որ չկա մեզ մեղադրելու հիմքեր։ Փորձում են ինչ-որ արտահայտություններ անել, հա, մեկը ասում են բանը, այս ուժենք, հետո ասում են քոչանական ուժենք, հետո ասում են չէ, քոչանական ծիրի ուժենք, քոչանական ուժեր են ասում ու սկսել են մեկ այլ ձևակերպում տալ։ Ու ասում եմ մի իշխանություն, որ այսպես նախկիներին, չգիտեմ, այսպես անբացատրելի մեղքերի մեջ Քավլից չեմ արդարացնում են արատները, որ եղել են, բայց անբացատրելի, այսպես միֆականացված մեղքերի մեջ են մեղադրում, բայց ունեն 0 դատված, չգիտեմ, բան ապացուցված դեպքեր։ Քանի հոգի են դատվել։ Այդ օլիգարխները, որ ասում էին օլիգարխիկ համակարգ, հիմա այս իշխանության ժամանակ են, այսինքն մեծ իմաստով բան չի փոխվել, չէ՞, մարդիկ դա հասկանում են, բայց ամեն դեպքում հասարակության մի մաս դեռևս այդ տեղեկատվական, այո, այդ խայծը կուլ է տալիս։ Հետևաբար ինչ է պետք անել։ Մենք մեր շփումները շարունակում ենք ինտենսիվ քաղաքացիների հետ, քարոզարշավների, տարբեր ֆորմատի հանդիպումների ժամանակ ներկայացնում ենք մեր դիրքորոշումները, բաց ենք մարդկանց հետ լսելու կարծիքներ, ներկայացնելու մեր մոտեցումները, ունենք մեր հստակ ծրագիրը, մեր խոստումները տալիս ենք, ամեն խոստման համար էլ պատասխանատու ենք։ Մենք տեսնում ենք քաղաքի եւ գյուղերի վիճակը եւ Էջմիածնի եւ բոլոր գյուղերում ինչ վիճակ է տիրում, ու շատ հստակ ասում ենք, ոնց ենք պատկերացնում։ Տեսեք, նայում ես ամենուր Էջմիածնում, բակեր նայում ես, տարբեր տարածքներ են, խաղահրապարակներ չկան։ Մուտքերը մտնում ես վերանորոգում սովետի ժամանակով գիտի եղել վերջին անգամ։ Լավ, ուզում ենք ասենք, որ մի մուտքը վերանորոգել այդքան մեծ գումար արժեր, որ չեն կարողացել այդ մի քանի բանկաներ կառնեն, մի հատ սիրուն պատերը, որ ասում ամենակիչը մի հատ սպիտակացնեն։ Մեծ գումար չի, չէ։ Բայց տեսանք, որ քրեական ցանկությունն է, չէ։ Ցանկություն պետք է լինի իշխանություն համայնքային, ով այդ ցանկությունը կունենա, որ գա շրջի մտնի այդ նույն շենքերը, երեսատեղ ունենա ոնց որ ժողովրդական խոսքն է ասում։ Պարտականությունն է։ Բնականաբար, գոնե դա էլ չանեն։ Տեսնում եք ինչպիսի վիճակ է։ Մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք հայրենի կուսակցության համար 8-ն է, որը Խաչիկ Մանուկյանի հաղթանակի դեպքում չի լինելու Էջմիածնում գոնե մեկ շենք, որի մուտքը վերանորոգված չլինի։ Ամենակարևորը Վարշապատ համայնքում Էջմիածին եւ բոլոր ուրեմն գյուղերը միասին։ Չի լինելու մեկ երեխա, որը զրկված լինի մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, թե գիտեք, ասենք, չգիտեմ, մանկապարտեզ չկա, հերթեր են եւ այլն։ Չի լինելու։ Դա մեր համար ամենասկզբունքային հարցերից մեկն է, որտեղ պետք է երեխան փոքր տարիքից կրթվի, ինչպես գիտենք, մանկապարտեզը դա ամենաառաջին չէ, ինչ են ասում, նախակրթարան չէ, կամ առաջին քայլերն է։ Նույն գյուղերի մասով։ Հիմա շրջում ենք տարբեր գյուղերում ասում են, դե մի տարի մշակում ենք, մի տարի, չգիտեմ, ցուրտն է տանում, մի տարի բան բերքատվությունն է ցածր, մի տարի մի բան է էժանա, մյուսն է երթանք, չէ, չկա պատկեր։ Ինչ ենք ասում մենք։ Ամեն գյուղ ունենալու իր գյուղատնտեսը, որը վճարվելու է համայնքի կողմից, համայնքապետարանի կողմից, անվճար գնալու է շրջի մարդկանց այգիներով խորհուրդներ տա, վերապատրաստելու են կադրերին, ապահովել ենք, որովհետև երբ որ մենք հաշվում ենք ունենալով 18 մասնագետ, 20 մասնագետ, 25 մասնագետ ամսվա կտրվածքով, հա, X գումար են ստանալու որպես աշխատավարձ համայնքի համար, բայց միևնույն ժամանակ երբ որ նայում ենք այն օգուտը, որ կարող են իրենք տալ, այսինքն
մարդկանց օգնեն, բացատեն, որ ճիշտ կարողանան, չգիտեմ, ծառերը հետեն, մշակաբույսերի ընտրությունը ճիշտ անեն, չէ, բարձր բերքատու սորտեր լինի ու բազմաթիվ այլ ուղղություններով, այդ ժամանակ համայնքի բյուջեն կմեծանա շատ պարզ պատճառով, որովհետև մարդը կսկսի ավելի շատ գումար աշխատել, չէ, գյուղացին ավելի շատ գումար աշխատել, ավելի շատ գումար ծախսել։ Հարկերը չմտածել ոնց փակի։ Կարանք ասենք, գիտեք ինչ, դա թող զբաղվի օրինակ պետությունը, նախարարությունը, չէ, էկոնոմիկա, հիմա գյուղնախարարությունը լեն վերականգնել։ Մեր հայրենի կուսակցության իշխանություն գալու դեպքում միանշանակ մենք ունենալու են գյուղատնտեսության նախարարություն, դեպարտամենտ շատ ավելի լայն ֆունկցիայով, այսինքն այս մոդելը, որ մենք առաջարկում ենք, դա կիրառում ենք ամբողջ հանրապետության մակարդակով։ Պետք է համայնքը օգնի, որ այդ արժեքը ստեղծվի։ Իդեպ մի լուրջ խնդիր էլ կա վաղար շաբաթ համայնքում, շատերը հավանաբար դրա ուշադրություն չեն դարձրել, նայեք, ես հիմնականում որ գալիս եմ Էջմիածին, Մասիսով եմ գալիս։ Ժամանակին ձեզ մեծ պատկերավոր նկարագրեմ ճանապարհի վիճակը։ Մասիսում ճանապարհները շատ անմխիթար վիճակում էին գտնվում։ Սակայն հենց ավարտվում էր Մասիսի շրջանը Արարատի մարզը, ոնց որ մի գծով ակնհայտ լիներ, որ ասֆալտի որակը փոխվել է ճանապարհի եւ Արմավիր համայնքի վաղարշապատի արդեն այդ համայնքի ճանապարհը շատ լավն էր։ Վերջին տարիներին իրավիճակը կտրուկ հակառակն է դարձել։ Մասիսի հատվածի, Արարատի հատվածի ճանապարհը շատ լավն է, սակայն նույն գծով հենց արդեն մտնում ես վաղարշապատ խոշորացված համայնք, մտնում ես Արմավիրի մարզ միանգամից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ասֆալտապատում երևի վերջին անգամ արվել է, չգիտեմ, հավանաբար մի 10 տարի առաջ, որովհետև հանդիպում ես մի անմխիթար վիճակի։ Կարծեմ դա էլ է բավականին հուզիչ թեմա բնակիչների համար, որովհետև ի վերջո իրանք են գրեթե ամեն օր երթևեկում այդ ճանապարհներով եւ կոտրում իրենց մեքենաները։ Ես էլ եմ նկատել, որովհետև ես էլ եմ հաճախ ուրեմն Մասիսով գնում։ Տեսեք, մենք հիմա խոսում ենք, ասում ենք ճանապարհների վիճակը, հավատացած եղեք, ճանապարհների խնդիրը շատ ավելի երկրորդական է։ Մենք ուզում ենք ունենալ հայրենի կուսակցությունը մոդել համայնքի, որտեղ համայնքապետը ոչ միայն կզբաղվի նման, չգիտեմ, ճանապարհ, շենք, մուտք, տանիք ու մնացած խնդիրներով, այլ նաև կզբաղվի ներդրումներ բերելու համայնք։ Այսինքն ունենալու ենք զարգացման ռազմավարություն համայնքի, որը իր մեջ որը չի լինելու ուղղակի թղթի կտոր։ Թղթի կտոր բոլոր համայնքները ունեն, ասեմ իմանաք, ունեն վաղուց։ Այլ լինելու է կոնկրետ ամեն մի գյուղական համայնքի վերաբերյալ առանձին բաժին, որտեղ ամեն մի գյուղ ունի իր առանձնահատկությունները։ Միտեղ անասնապահությամբ են զբաղվում, միտեղ ջերմոցային տնտեսություններով են զբաղվում։ Տեսեք, ջերմոցային տնտեսությունների մասով էլ լուրջ խնդիրներ կան։ Մարդը պետք է հանգիստ գնա, մտածի, որ գնաց ուզում է ջերմոց ունենալ։ Փաստաթղթերի հետ կապված ինքը պրոբլեմ պետքա չունենա, հանգիստ մտնի, գոհ շնորհակալ դուրս գա։ Համայնքապետն էլ իր հերթին պետքա ամեն ինչ անի, որ խրախուսի մարդիկ զբաղվեն ջերմոցային տնտեսություններով։ Համայնքապետը մեր ընկալման մեջ, ցավոք, ես 30 տարիների ընթացքում ընկալվել է մաքսիմում, ել եմ ասում, ինչ որ տեղային աշխատանքներ անելու, առավելագույնը։ Մենք արմատապես փոխելու ենք պատկերը։ Համայնքապետը նաև պետք է հասկանա իր մարզում ինչ պոտենցիալ, իր համայնքում ինչ պոտենցիալ կա, ըստ այդ պոտենցիալի փորձի ներդրողներ բերել։ Միջնորդ կազմակերպություններ բերել, որպեսզի նույն բերքի իրացման հետ կապված կարողանան արտահանել։ Չէ՞ մարդը մշակել է, ասում է, այս տարի վարունգը շատ է, ինչ անեմ, որտեղ, չէ՞, վաճառեմ, տեղական շուկան փոքր է։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք, չմշակիր վարունգ։ Մեծ իմաստով պետության ասած դա է։ Մենք փոխում ենք մեր մոտեցում։ Մենք ասում ենք մենք կգանք, կբերենք միջնորդ կազմակերպություններ, որ դու կարողանաս քո բերքը տանես, առնեն քեզանից բերքը տանեն վաճառեն։ Ինչի՞ դա պետք է անի համայնքապետը։ Շատ բարձ պատճառով, որովհետև այն արժեքը, որ իր համայնքում ստեղծվում է, ինքը պետք է ներդրումը դրա մեջ ունենա։ Հիմա եկեք շրջենք համայնքներով։ Մի տարական բան չկա, որ դրեն մոնիտորը, միացնեն, ասեն, այ գիտեք, մեր համայնքում կա SS արտադրությունները,
չգիտեմ, մշակում է այսքան ծորեն, այսքան դեղցի, չգիտեմ, այգիներ կա, այնքան ծիրանի եւ այլն։ Նույնիսկ այդ պատկերը չկա։ Մենք մշակելու ենք այդ մեխանիզմը կառուցելու ենք, որովհետեւ երբ որ գալիս է ներդրողը, դու կարողանաս միացնել, ներկայացնել, ասես այստեղ էլ մենք քեզ կարողանում ենք օգնել, արի արժեք դիր, փող դիր մեր համայնքում, աշխատատեղեր կստեղծվեն, եղած ապրանքը արտանումը կավելացնես։ Մարդը պետք է ազգա այդ համայնքապետը իր համար ոչ թե թուղթ տվողա կամ մաքսիմում միտեղ ասֆալտ անող, մի ուրիշ տեղ էլ ներկանող, այլ համայնքապետը, ով որ ում դուրը գնա ծեծեն, ասեն սենց խնդիր ունենք, ինքը ոչ միայն կմտածի ոնց լուծի, այլ նաև այդ լուծումները կունենա։ Այսինքն քաղաքական տերմինոլոգիայով ասած, վաղարշապատ համայնքում ցանկանում եք ստեղծել քաղաքացիական հասարակություն, որում ոչ թե համայնքի ղեկավարը կլինի առանձին, համայնքի բնակիչները կլինեն առանձին, այլ բնակիչ ու համայնքի ղեկավար կլինեն մի ամբողջության մեջ, կգործեն մի ամբողջության տրամաբանությամբ շրջանակներում միմյանց լրացնելով եւ միմյանց աջակցելով։ Իհարկե, նայեք, եթե ուղիղ ասեմ, եթե մեր խնդիրը լիներ միայն իշխանության գալը մեր նպատակը լիներ, մենք չենք ընդդիմադիր կուսակցություն ստեղծում։ Հենա գնայք մաս կկազմենք իշխանությանը, մի պաշտոն ամեն մեկս մեր ձևով կզբաղեցներ, գոնե դրա հնարավորությունը կա, չէ՞։ Ու կասենք ոնց որ մնացածը հենց էլ մենք անկեղծ ուզում ենք փոխենք մեր երկիրը, մեր առօրյան ու ունենանք անկախ իրապես տնտեսապես անվտանգ երկիր, նորմալ ապրենք, շատ բան չենք ուզում ենք նորմալ մարդավարի ապրենք, որ ոչ թշնամին մեզ ստորացնի, ոչ ամեն օր լույսը բացվի մտածենք, այս վարկը, չգիտեմ, այն խնդիրը ոնց լուծենք կամ գանք միտեղ մեքենա կանգնացնելու տեղ չլինի, այն մյուսը մտածի, բա երեխուն չեն կարողանում պարտեզ տանք, ոնց գնանք աշխատենք, ու մնացած այդ խնդիրները չլինեն։ Իսկ դա մենք այդ պոտենցիալը ունենք։ Մեզ պետք է իշխանություն, մեզ պետք է քաղաքական ուժ, որը այդ կամքը ցանկությունը կունենա։ Հիմա ոնց որ օրինակ Վանեցյանը ԱԱՑ-ի պետ էր, չէ՞։ Կարար մնար ԱԱՑ-ի պետ, այն մարդ ԱԱՑ-ի պետը չլիներ, կարար գնար ուրիշ պաշտոնի, ոնց որ տեսնում եք, չէ՞։ Տարբեր պաշտոնյաներ, այսօր եղել են տարբեր պաշտոնների, չէ՞։ Ինչի թողեց դուրս եկավ իր գործից։ Կասկած չկա, չէ՞ որ ամենատեղեկացված մարդուն Նիկոլը այլ պաշտոն պատրաստ էր սիրով տալու։ Ամենաուժեղ մարդուն պետական համակարգի տվյալ ժամանակահատվածում։ Բայց համաձայն չէր, չի ասեց լավ, սենց ուր են գնում։ Կարամ բերեմ մեր մյուս ընկերների օրինակը։ Առաջինը Խաչիկ Մանուկյանի օրինակը մեր տեխնացուի։ Մարդը պատերազմի ժամանակ, գիտեք, որդին ուրեմն զոհվել է, չի վերադարձել։ Այսօր գիտենք ծնողներ կան, որ համակերպվել են, այդ համակերպվելը նկատի ունեմ քաղաքական պայքար չտանելու առումով, էլի։ Հարաբերական առումով։ Իրանց ցավը իրանց մեջ է բնականաբար, բայց ասել են էսա։ Ինչ քաղաքական պայքար, ինչ փոփոխություններ, մեր ցավը, մեր հոգսը, մեր մեջ։ Բայց Խաչիկ Մանուկյանը ասում է ոչ, ասում է։ Մենք պետք է կանխենք, որպեսզի այն ցավը, որ եղել է իր ու հազարավոր այլ ընտանիքներում, ուրիշ ընտանիքներում չլինի։ Ինքը ասում է, ես քաղաքում ծնվել, մեծացել եմ, ես նայում եմ, որպեսզի իմ քաղաքում այս վիճակը որ կա, լրիվ այլ պատկեր ունենանք։ Այսինքն մարդը պատրաստական եկել ազնիվ, մարդը ասում է, ես եկել եմ իմ առաջարկ անեմ։ Հարգելի վաղարշապացի, վստահի ու պահանջի։ Պարոն Հարությունյան։ Նույնը հազար ներողություն, կարամ բերեմ մեր երկրորդ համարի ցուցակի, Արամ Քոչյանի, Մարիամ Խանջյանի երրորդ համարը, այսպես շարունակ մարդիկ են, ովքեր այդ համայնքում ապրում են։ Գիտեք, ես գնում շրջում եմ այդ քարոզարշավին ամեն օր։ Կարան մարդիկ լինեն, ասեն, լավ, այս մարդը գալիս է, վաղը չի գալու։ Օրինակ, տեսականորեն։ Չնայած քաղաքական ուժի ներկայացուցիչները միշտ են գնում, որտեղ կա միշտ պատասխանատվություն, ընտրություն, դու բան ես ասել, պետք է գնաս դրա համար պատասխանատվություն կրես։ Բայց գոնե ես Խաչիկ Մանուկյանը նշածս մեր մյուս ընկերները ավականու անդամները բոլորը չէ այդ համայնքից են։
Իրանք ուր պետքա գնան, իրենք բարձա չէ՞ պետք է ապրեն, պետքա շփվեն այդ մարդկանց հետ, իրանք խոսմանը տեր են լինելու։ Իդեպ Հաշիկ Մանուկյանը օրեր առաջ կոչ արեց ընդդիմադիր մյուս տեխնացուներին վաղար շաբաթի, որպեսզի հավաքվեն, քննարկեն, ճիշտ է, օրակարգը ես տեղյակ չեմ օրակարգից, բայց որքան որ հասկանում եմ, պետք է մոտեցումների ինչ-որ մշակում տեղի ունենալ, որպեսզի կարծում եմ հարկ եղած դեպքում միասնաբար հնարավոր լինի կանխել ԿՊ-ի վերարտադրությունը, չգիտեմ, դա Խաչիկ Մանուկյանի առաջարկն էլ դուք կարծեմ օրակարգը ավելի լավ կիմանաք, ամեն դեպքում Խաչիկ Մանուկյանը կոչ էր արել ընդդիմադիր մյուս տեխնացուներին հավաքվել եւ քննարկում ծավալել, սակայն այդպես էլ որևէ ինֆորմացիա դրան չհաջորդեց, այնուամենայնիվ տեղի ունեցավ այդ հանդիպումը, թե այդպես էլ հանդիպում չեղավ, ինչ կասեք այդ մասին։ Եղել էր հրապարակային հրավեր հասկանալու միմյանց դիրքորոշումները, կարմիր գծերը, հանդիպումը տեղի ունեցել։ Տեղի ունեցել, մասնակցել են մենք հստակ նշել ենք Խաչիկ Մանուկյանի իր էջում հստակ նշել էր ընդդիմադիր ուժեր, արձագանքներ եղել են, ովքեր համարել են իրենց ընդդիմադիր, մենք հանդիպել ենք, շփվել ենք, դա ոչ թե ինչ-որ համագործակցության, չգիտեմ, հետագայի հետ կապված քննարկումներ, բանակցություններ ա եղել է կոնկրետ մի հարց օրակարգում, բացի ծանոթությունը, ի վերջո կային, որ որոշակի չէ, պետք է շփում լիներ ծանոթանային, բացի ծանոթությունը հիմնական հարցը եղել է հետևյալը։ Ընտրությունների օրը, նոյեմբերի 16-ին արդար ընտրություններ կազմակերպելը, վերահսկելը, որտեղ վստահված անձիկ, հանձնաժողովներ, այսինքն քննարկվել է կամ կարող ենք ասել նույնիսկ որոշակի պայմանավորվածություն, եթե եղել է զուտ այդ մասով ընտրությունների օրվա հետ կապված։ Իսկ միջև ընտրություններից հետո մենք որևէ բան բնականաբար սցենար չէ, հիմա ասում են Գյումրի սցենար, Փարաքյարի սցենար, չգիտեմ ինչ, էլ ինչ սցենարներ են մտածում, դա կլինի ընտրությունները, մենք մեր դիրքերը գնահատում ենք, մենք գիտենք, որ առաջատար դիրքերում են, կլինի ընտրությունները, կլինեն արդյունքները, հետո կհասկանանք, որ քաղաքական ուժի հետ ենք բանակցում կամ չենք բանակցում ու ինչա տեղի ունենալու։ Պարոն Հարությունյան, Խաչիկ Մանուկյանի ցանկությունն է, որպեսզի ընդդիմադիր դաշտը բերի այնպիսի վիճակի, որպեսզի համագործակցությամբ այդ օրը ընտրությունների կանխեն ընտրակեղծիքները ու ապահովեն արդար ու ազատ ընտրություններ, ինչը խոսում է տեխնացուի իր ուժերին վստահ լինելու մասին։ Սակայն նույնը չես կարող ասել հակառակ ճամբարի ԿՊ-ի մասին, ինչի համար եմ ուզում այս թեմային անդրադառնալ, որովհետև վաղար շաբաթը Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է մի քանի ասպեկտով։ Նախ մինչև խորհրդարանական ընտրություններ, եթե չեմ սխալվում, ամենախոշոր վերջին թիմ ընտրություններն են։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը պարտվում է գրեթե բոլոր համայնքներում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կարծում եմ չի ցանկանա, որպեսզի խորհրդարանական ընտրություններից առաջ եւս մի պարտություն արձանագրի, բացի դրանից Էջմիածինը նաև մեր հոգևոր կենտրոնն է ու Նիկոլ Փաշինյանի այդ գրոհները հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, տրոհումը հայ առաքելական եկեղեցու, գրոհը վեհապարի ու սրբազանների հանդեպ, կա նույնպես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի համար ազդակ է, որպեսզի նա դիմի հնարավոր ընտրակեղծիքների վախի մթնոլորտի տարածման, շանտաժի, իրավապահ համակարգի ամբողջ ներգրավման վաղար շաբաթում միայն թե կարողանա Արգիշտի Մեխակյանի համար կորզել հաղթանակ։ Կարծեմ Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ նա նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չի դնում։ Հիմա ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ ռեպրեսիվ այդ մեթոդները կկիրառի վաղար շաբաթում, թե այնուամենայնիվ վստահ եք, որ վաղար շաբաթցիները թույլ չեն տա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պղծի նաև մեր հոգևոր կենտրոնը։ Բազմաշերտ հարց տվեցիք, սկսեմ առաջինից։ Տեսեք, այն հարցը, որ արժանընտրություններից առաջ ամենամեծ ընտրությունը վաղար շաբաթում է,
գուցե Վանաձորում է լինեն ընտրություններ։ Հա, չի բացառում։ Հաշվի առնելով վերջին իրադարձությունները դատարանում։ Գիտեք ինչ, այն մոտեցումը, որ այ Նիկոլ ամեն ինչ կարող անելու է, մենք դա արդեն տեսել ենք։ Ինչ կարողացել արել է նույն Գյումրիում, բայց արդյունքում ԿՊ-ն պարտվել է։ Այսինքն, այսպես ինչ որ տենց վախի, տագնապի զգացումներ պետք չի ունենալ։ Ինչ Նիկոլը կարողացել է անել, հավատացեք արդեն արել է, դրանից ավել չեմ կարծում կարողանա։ Եթե կարողանայի կտեսնենք, հերթով։ Մի հատ ուղղակի լրացում։ Ինձ թվում է արդեն Նիկոլ Փաշինյանը պարտվել է վաղար շաբաթում, որովհետև նա տևական ժամանակ է ինչ որ ազդարարում է էջմիածնում հոգևոր հավաք կազմակերպելու մասին, սակայն այդպես էլ մենք այդ հոգևոր հավաքին ականատես չենք լինում, ինչը խոսում է նրա ռեսուրսների բացակայության մասին։ Այո։ Նույնիսկ իր տեխնացուն միջև հիմա ես չեմ կարողանում հասկանալ ամենայն հայոց կաթողիկոս որպես համարում է, թե չի համարում։ Գոնե իմ մոտ այդ հարցի պատասխանը չկա, ԿՊ-ի տեխնացուն մասով։ Այսինքն պետք չի մարդկանց մեջ մտցնել այն բանը, որ այ հեսա չգիտեմ Նիկոլը ինչեր է անելու։ Ի վերջո իշխանությունը տարբեր աղբյուրներից բաց եւ փակ ունի տեղեկատվություն, հասարակական տրամադրությունների մասով իրենք արդեն իմ հավաս տեղեկություններով ֆիքսել են, որ այնտեղ չեն կարողանում իշխանություն վերցնել, հասկանում են, պետք է փորձեն այլ մեթոդներով վարչական ավելի ինտենսիվ մեթոդներ կիրառեն, որ կարողանան իշխանությունը վերցնել, բայց արդեն իրենք ֆիքսել են, որ լուրջ խնդիր ունեն, դա հստակ գիտեմ։ Իրանք ֆիքսել են, բայց մենք էլ ֆիքսել ենք, որ ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներն են, չէ՞, այսինքն մեր դիրքերը շատ ավելի լավ են։ Մենք էլ շարունակում ենք մեր աշխատանքը։ Իսկ ով ասել, որ կա մի իշխանություն այս աշխարհում, ոչ միայն Հայաստանում, որոնք շատ հանգիստ պատրաստ է իր իշխանությունն այսպես վերցնել, նվիրել որևէ քաղաքական ուժի ընդդիմադիր։ Բարձր չէ, փորձում են պայքարել, փորձում են վերցնել։ Հա, բայց քաղաքակիրթ աշխարհում ժողովրդավարական գործիք է։ Հասկացանք, բայց այնտեղ ժողովրդավարական է, այստեղ կիսա ժողովրդավարական է, ոչ ժողովրդավարական է, հա, ձևակերպումը թողենք ըստ ցանկության։ Բայց ամեն դեպքում նույնիսկ ժողովրդավարական երկրներում հեշտ չեն տալիս։ Մենք պետք է մի բան տեսեք, որտեղ է սկսում հաջողությունը։ Երկրի հաջողությունը, երբ որ քաղաքացին հասկանում է, որ իր ձայնից բան է կախված, ինքը գնում է ընտրության ու փոխում է իր իշխանությունը։ Ես բազմաթիվ առիթներ ունեցել եմ ասելու, եկեք վստահեք մեզ, լավ չենք աշխատի, կբռնեք մեր ուսից, ձեռքից կանեք շպրտեք դուրս։ Այսինքն ուղիղ ասում եմ, վստահեք պահանջեք, էսա մեխանիզմ, ուրիշ մեխանիզմ չկա։ Ու հիմա մարդկանց ինչքան էլ այդ վախի մթնոլորտը փոխանցել են, այն մարդը վերջում գնալու է ինքը մենակ չէ լինի իր ընտրությունը կատարելուց։ Իր ընտրությունը պետք է գնա կատարի, դրա համար մենք չպետք է մարդկանց անընդհատ այսպես այդ անհիմն հուսահատության ալիքներ հաղորդենք։ Վստահ եղեք։ Պատկերը բավական լավ է, իշխանությունը շանս չունի վերցնելու վաղարշապատը։ Այս մի քանի օրը մենք մեր աշխատանքները ավելի ենք ինտենսիվացնելու, ընտրությունների օրը հայրենի կուսակցություն ամեն իրեն տրված ձայնին տեր է կանգնելու, մենք արդյունք ունենալու ենք։ Սա վաղարշապատի ընտրությունների եւ Նիկոլ Փաշինյանի մասով։ Հիմա եկեղեցուն։ Վաղարշապատը Էջմիածին է, այսինքն ավելի կոնկրետ Էջմիածին քաղաքը համարվում է հոգևոր մայրաքաղաք։ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում, չէ՞, կաթողիկոսին։ Այո, նրա որոշումները համարում է անօրինական։ Որոշումները համարում է անօրինական։ Ու ընդ որում, այդ որոշումները համարում է անօրինական, պատճառաբանելով, ոչ թե հիմնավորելով, պատճառաբանելով, որ կաթողիկոս ունի երեխաներ կամ երեխա։ Ոնց որ երեխաներ են ասում։ Խախտել է կուսակրոնության ուղղը։ Խախտել է կուսակրոնության ուղղը։ Հիմա եթե երեխան ունի կաթողիկոսը, չէ՞, ոնց որ իրանք են ասում։ Փաստը չեք ներկայացրել, չէ՞, իշխանությունը որևէ փաստ չի ներկայացնում, ասում է ունի։ Ասում է կաթողիկոսի որոշումները անօրինական է, կարգալույց եղած քահանայի պատարագին Նիկոլ Փաշինյանը գնում մասնակցում է։ Այդ երեխան
Նիկոլը չի ասում, չէ՞ որ 3 է ծնվել։ Չէ, բնական է։ Ասում է ունի երեխաներ։ Այսինքն կներեք էլի որ շատ դետալիզացնում եմ, բայց ստիպված եմ։ Հիմա հարց։ Շատ բարձ հարց եմ տալիս մեր քաղաքացիներին։ Եթե կաթողիկոսի որոշումները անօրինական են, քանի որ նա ունի երեխա կամ երեխաներ, այսինքն նույնիսկ այն քահանան, որը կարգալույծ է հռչակվել, չէ՞, նա նույնպես չէ նշանակվել է կաթողիկոսի կողմից։ Նա ի սկզբանե անօրինական է։ Այսինքն նա ի սկզբանե եղել է անօրինական։ Ոչ միայն այդ քահանան, բազմաթիվ քահանաներ, չէ՞, 27 Այսինքն մեր ներողություն 27 տարի մոտավորապես կաթողիկոսը գահակալում է, չէ՞։ Ամուսնության արարողությունը։ Դա եմ ասում, դրան եմ գալիս, ես մենք գրառում եմ արել այդ մասը, որևէ պատասխան տրամաբանական այս իշխանություն չի կարող տալ դրան։ Ասում եմ, բազմաթիվ քահանաներ, ու գրեթե բոլորը բարձրացան հոգևորականներ այդ կոչումները, որ ստացել են։ Եթե անօրինական են, բանը հիմա կաթողիկոսի որոշումները անօրինական, նշանակում է նրանք անօրինական նշանակվել են։ Ծեսեր են արել անօրինական։ Ծեսեր են արել, կնուկներ են արել, անօրինական ա եղել, հարսանեկան արարողություններ, անօրինականներ ա եղել։ Հիմա հարց, պետք է նորից գնանք կնքվեն։ Չէ՞։ Թե չէ, հիմա պետք է նորից գնան եկեղեցի ամուսնանան։ Թե չէ, դա հնարավոր անել, բայց կներեք, բայց թաղման դեպքում ինչ են անելու, թաղման արարողությունների դեպքում ինչ են անելու։ Պետք է ասեն, որ թաղումն է, որ քահանայի միջոցով իրականացվել է, ուրեմն հասկանում եք, բաներ կա, որտեվ շատ են ասում, այ ես գիտեմ, չէ, հասարակության մի հատված ոչ այդքան լավ վերաբերմունք ունի կաթողիկոսի հանդեպ։ Մնացած մասը լավ ունի։ Ուզում եմ պատասխանել այն հատվածին, ով վատ վերաբերմունք ունի։ Արդյոք դուք համարում եք, որ ձեր երեխայի, չգիտեմ, ձեր հարազատի կնունքը, որը ըստ էության, ըստ Նիկոլյան ճակերտավոր տրամաբանության ապօրինի նշանակված քահանան արել, որտեղ այդ քահանայի նշանակող եղել է ապօրինի։ Բայց այդ հարցի պատասխանը ո՞նց է լինելու։ Պարոն Արսենյան, մի շատ կարևոր հանգամանք կա։ Ներողություն ավարտեմ այս հարցը։ Ինչու՞ ես այսքան դետալների մեջ խորանում, որովհետև երբ որ մենք ասում ենք, որ սա արշավ է եկեղեցու դեմ, ու վաղ շաբաթում ՔՊ-ի հաղթանակի դեպքում շատ ավելի լկտի այդ արշավը լինելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Ես բերում եմ դրա հիմնավորումը, որ սա արշավ է եկեղեցու դեմ, ոչ թե կաթողիկոսի դեմ։ Եթե կաթողիկոսի անձով լիներ 21-րդ դարում ունենալ երեխաներ ու չկարողանա դա երկրի վարչապետը ապացուցի, ասենք ասում եմ ես տենց տեղեկատվություն ունեմ։ Բա ապացուցեր, դներ կարգով, ասենք հաղթելա, չգիտեմ, ոնց է եկեղեցական կարգը, թող լուծում գտնեն։ Իդեպ Նիկոլ Փաշինյանին պետք է միշտ հակադարձել, երբ որ նա հղում է անում կաթողիկոսի իբր կուսակրոնության խախտմանը ու համարում, որ նրա որոշումները անօրինական են, սակայն պետք է փաստենք, որ վեհափառի որոշումները նույնիսկ եթե ընդունենք, որ նա խախտել է կուսակրոնության ուխտը, պետության վրա իրավական հետևանքներ չեն թողնում, սակայն երկրի ղեկավարի կողմից խախտումները իր նախընտրական քարոզչության տրամագծորեն հակառակ թեզերը կյանքի կոչելը իրեն զրկում է քաղաքական լեգիտիմությունից եւ կարող ենք նաեւ փաստել, որ Նիկոլ Փաշինյանի որոշումներն են հենց անօրինական, որովհետեւ 2021 թվականին նա իշխանության եկավ միանգամայն այլ ծրագրերով, այլ թեզերով, այլ խոստումներով, սակայն վերարտադրվելուց անմիջապես հետո կատարեց դրանց միանգամայն հակառակը, ինչը նրան զրկեց քաղաքական լեգիտիմությունից։ Սակայն եկեք այստեղ ներողություն կարճ ընդհատեմ այդ ձեր ասացի մասով։ Ոչ միայն խոստումներով, այլ կառավարության ծրագիրը, որտեղ չէ, նույն Արցախի մասով կար։ Կառավարության ծրագրում իրենք նույնիսկ այդ չարեցին։ Այսինքն գալիս է իշխանության ծրագիրը պաշտոնապես ոչ թե նախընտրական խոստում է, որ ասեն դե լավ խոստում էր օրինակ տվեցին, մոռացան։ Իրենց ծրագրում գրածը չեն անում։ Ասում են մենք որոշել ենք, որ sense չենք անում, բայց փոխեիք։ Եկեք զրույցը ավարտենք վաղար շաբաթով, որովհետև վաղար շաբաթով էլ սկսեցինք եւ փաստենք իմ խորին համոզմամբ,
որ վաղարշապատում ընտրությունները ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններն են սոսկ, այսպես բառից բուն իմաստով, այլ նաև կարող են շատ ճակատագրական հետևանք ունենալ մեր պետության համար։ Եթե Աստված մի արասցե ԿՊ-ին հաջողվի վաղարշապատում վերարտադրվել, ապա դրանով նա կարող է նաև վերջին քարը դնել հայ առաքելական եկեղեցու վրա եւ առհասարակ մեր պետականության վրա։ Ես կարծում եմ այս ընտրությունների կարևորությունը այս աստիճանն է։ Հիմա ինչ եք կարծում, վստահ եք, որ վաղարշապատցիները միահամուռ կերպով հակահարված կտան ԿՊ-ական այս, ինչպես ասեմ, գրավիչ գործողություններին, գրավիչ նկատի ունեմ ոչ թե որպես գրավիչ, այլ օկուպացիոն գործողություններին։ Տեսեք, ես առհասարակ այդ աշխարհի վերջի կներեք էլի կոպիտ չնչի ձևակերպում, ես տրամաբանությամբ չեմ շարժվում։ Կյանքը պայքար է, լինում են հաջողություններ, լինում են կիսահաջողություններ, լինում են անհաջողություններ, այսինքն առհասարակ պետք չի այդ մտածել, որ եթե սենց է, ուրեմն դրանից ենկում էլ վերջն է։ Ոչ, պետք է շարունակել, այնքան հասնել։ Հանգիստ եմ այս առումը, որ ԿՊ-ն չի կարողանալու այնտեղ իշխանություն վերցնել, որտեղ ես process-ը Վստահ եք, որ չի կարողանալ։ Իհարկե վստահ եմ, որտեղ այն շփումները, որ մենք ունենում ենք, այն տեղեկատվությունը, այն տրամադրությունը, որոնք կա համայնքում, ինձ այդ վստահությունը ներշնչում է։ Մի բանը նորից եմ ասում, երբ որ մարդը ասում է դե ասում են ում ես ընտրելու օրինակ, չէ՞, կամ որ հարցում են անում, այդ հարցը տալիս են ում ես ընտրելու, ինքը չի պատասխանում կամ միտեղ աշխատում ասում է ընտրելու եմ օրինակ իշխանությանը, մի բան է, որ այդ մարդը հետո հիմնավորում է, թե ինչի է տենց անում։ Աշխատանքից չզրկվի, խանութի վրա չգրեն, չգիտեմ, բիզնեսի մեջ պրոբլեմ չունենա։ Իմ շփումները այս առումով ես հանգիստ եմ։ Բայց միջև վերջ պետք է գնանք ամրապնդենք։ Այսինքն բոլոր այն ընդդիմադիր քաղաքացիները, ովքեր որ դժգոհ են, որտեղ տեսնում են, չէ, 7 տարի ԿՊ-ն իշխանություն է համայնքում, ի՞նչ է իրանց կյանքում փոխվել։ Ասում են, մի երկու հատ մանկապարտեզ ենք բանարը բացել, մի քանի տեղ ասֆալտ ենք արել, այսինքն այդ չանենք, բլավ ինչ որ մի բան պետք է անենք, այդ էլ չանենք, մեծ բան է ձեր արած։ Կամ այդ մանկապարտեզ որ բացել եք, քանի տարում պետք է կառուցեք, քանի տարում եք կառուցել։ Ինչ չափի գումար եք ծախսել դրա վրա։ Դա էլ ուրիշ հարց է։ Օգտվելով առիթից, մեր բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին, նույնիսկ իշխանամետ քաղաքացիներին կոչ եմ անում գնալ ընտրության, ձեր քվեն տվեք այն քաղաքական ուժին, որին դուք համակրում եք, մի նստեք տանը։ Դա ամենավատ մոտեցումն է, որ անտարբերությունը, հա, որ ինչ կլինի։ Գնացեք ընտրության քվեարկեք։ Եթե ուզում եք ունենալ համայնք, որը 30 տարի չեք ունեցել, եթե ուզում եք ունենալ իրական փոփոխություններ, որոնց մի մաս ես ներկայացեցի, մեր տեխնացիոն տարբեր առիթով, մեր կուսակցությունը տարբեր առիթով մնացած բոլոր ծրագրերը ներկայացել է։ Գալիս եք ընտրա տեղամաս համար 8 հայրենի կուսակցություն Խաչիկ Մանուկյան։ Ունենում եք համայնքապետ, որի համար հպարտ եք լինելու, փոխելու է ձեր կյանքը։ Դրական իմաստով կլինի կունենանք դեպք կասկած չունեմ, որ բոլորը բերելու են ասեն այ վաղարշապատում տեսեք Խաչիկ Մանուկյանը ոնց է աշխատում։ Դե ինչ պարոն Հարությունյան, հենց այս նոտայի վրա էլ ավարտենք մեր հետաքրքիր զրույցը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։